Ես էլ եմ եկեստի, որ ծանոթանամ քո հետ։ Բարև ծանոթանանք, խնդրենք ակտիվ մասնակցենք։ Կոնկրետ ինձ այդ հարցն է ուզում, որ երեխայիս գյուղից քաղաք մանկապարտեզ են տանում, մանկապարտեզ չունեն գյուղում, ցավոք սրտի, երկու երեխաներս անչափահաս հաճախել են հասնի մանկապարտեզում, ու գյուղից քաղաքը 20,000 են ուզում, միգուցե խոսքի մենակ կոնկրետ իմ մասին չեմ մտածում, իսկ հետո էլի ծնողներ կան, ինչի է, որ գյուղից քաղաքը 20,000 կամ քաղաքինը 10,000։ Հիմա արդեն խոշորացման Ոյն համայնքը խոշորացման արդյունքին միացել է քաղաքին դարձել է մեր ընտրվելու դեպքում բնականաբար դա փոխելու բոլորի համար հավասար ստեղծելու, բայց առաջնային մեզ համար լինելա, որ ձեր գյուղն ունենա մանկապարտեզ, որպեսզի դուք երեխաներին չտանեք մանկապարտեզ, այդ ձեր գյուղում ես քիչ առաջ էլ արտազրույց տալուց ասել եմ, որ այդ պրոբլեմը գյուղերում կա, մեզ համար առաջնային մշակութային զբաղվածության երիտասարդների, երեխաների, մեծահասակների զբաղվածության վայրերի ստեղծումը, մարզահրապարակների ստեղծումը, դրանք առաջնային խնդիրներ են։ Մենք նաև մեր նախընտրական ծրագիր ունենք, որ մեր համայնքային անվճար տրանսպորտը ստեղծելու, բավականին մեծ քանակով ավտոբուսներ լինելու, որ դուք կարողանաք ձեր տան դիմացի նստել տրանսպորտը եւ գնաք համայնքի ցանկացած վայր անվճար։ Շնորհակալություն, ես մեկ էլ ինձ ասում, ես ամբողջ ժամանակաշրջանում մի ամբողջ օր ու ընթացքում բոլորը լինում է, որ գնում ենք սպորտ, գնում ենք բարի, նման բաներ չկա։ Մի կողմից էլ շատ եմ ինքնում, որ դեպի ով ուզում է, որ ասում է, սարեր են խոս տալի, ձորեր են խոս տալի, բայց մենք ապահովագրված չենք մի ժամանակ, թե ինչ կլինի մեր հետ, իմ երեխաների հետ, առհասարակ ժողովրդի հետ, խաղաղությունը, ամենակարևորը առաջինը խաղաղություն, նոր մնացած մանրուքները։ Խաղաղություն բոլոր չկա տենց մարդ աշխարհում երևի, կամ քիչ կան, որ խաղաղություն չէ, բայց կարևորը ստեղ է խաղաղության վճարվելու հիմնը, խաղաղության ձևն է, մենք ինչ խաղաղություն արժանապատիվ խաղաղություն է դուրս, թե ստորացած խաղաղություն։ Արժանապատիվ, արժանապատիվ խաղաղությունը այլ բան է, այսօրվա իշխանությունների առաջարկը լրիվ այլ բան է։ Խաղաղությունը պետք է լինի, դոկտոր, արժանապատիվ, որ մենք բոլորը մեր երկրում, մեր հայրենիքում ապրենք գլուխներս բարձր, մեր ազգային արժեքներով, մեր հավատքով, մեր հայկական ոգով, դա ամենակարևորը։ Մեզ պետք չի խաղաղություն, որտեղ Մասիս սարը այլևս մեր հիշողություններից ջնջվելու է։ Մեզ պետք չի խաղաղություն, որտեղ Մեսրոպ Մաշտոցի նկարը Այբենանում չի լինելու։ Դեպի գնում ենք Թուրքիա։ Դեպի գնում ենք Թուրքիա, այսօրվա իշխանությունների պետական վարած քաղաքականությունն է, մենք ինքներս էլ ժողով չկա տես մարդու խաղաղություն։ Չկա տենց զինվոր, ով մարտի դաշտում այդ պահին մարտի դաշտում ինքը խրամատում է ու չուզի խաղաղություն, բայց այդ զինվորը հասկանում է, որ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ։ Պարզապես այդ պատերազմից հետո մենք շատ մոլորություն ունենք, մենք էլ չենք իմանում ոնց անենք, ում ընտրենք, ինչ անենք, որ դեպի ամեն ինչ լավ գնա։ Մենք ձեզ հասկանում ենք ժողովրդի խոսալուց իրենք են ասում, որ դուք օգնենք ամեն տարի մի պետքացու գալիս է, դուք լրիվ ճիշտ եք ասում։ Մենք ձեր հետ համաձայն ենք, տենց ա եղել խաղաղությունը։ Մենք էլ կոպիտ ասած կներեք ոչ թե ձեզ, այլ բոլորին չենք հավատում։ Ես էլ ձեզից մեկ թե ուրիշ տարբերություն։ Դրանից առաջ կարող տեղերով փոխված ունենք, ես կանգնացել եմ դուք, տարբերություն չկա։ Դրանից առաջ ասած կներեք դուխով, առաջ են գնում դուխով, բայց լրիվ մեր դուխը լրիվ կոտրեց։ Մեր ազգի լավ տղեկից։ Երեք հատ ունեմ հաշմանդամ բալի ռեժիմեր ունեմ, երեխա ունեմ, էդի չի անցնում հաշմանդամության ոչ մի բժշկական տեղեր, զինվորական ամուսին ունեմ, որ 20 տարվա ստաժ ունի, որ հաստատությունը մտնում են զինվորականը, գնացեք ու ձեր հոսպիտալի հետ, գործերը ձեր հոսպիտալի հետ, ոչ մի հիվանդանոցներ, ոչ մի բան չկա, որ
արժանի լինեն էլ, որ ասենք մարդիկ հաշմանդամ են, հարգենք հաշմանդամին, զինվոր են, հարգենք զինվորի, այսօր լրիվ հասարակ է դարել զինվորը։ Ներեգություն այն ժամանակ, որ զինվորին տեսնում ենք, շակաղվում են, բայց հիմա սովորական մարդ։ Իրանք պետական քաղաքականություն որ զոհված տղեկին այլևս 90-ականների առաջին պատերազմի զոհերը բոլորը ուզում եք, որ կամաց տարել են ամեն ինչի մարդկանց պրոպագանդան պետքա պայքարը ժողովուրդ այսօր աղար շապատի դիմացիները պետքա նենց անենք որ աղար շապատում ԿՊ-ները այլևս չլինեն որ գնանք հետագա քայլերի մենք հենց այդ ենք ուզում ենք որ եթե տանը կա հաշմանդամ համայնքը այդ ընտանիքի կողքին կանգնած տարբեր սոցիալական ծրագրերով կանգնած երբ որ մարդը մտնի գյուղապետարան ժամանակի ինչ պետք է չփոխված դուք պետք է մեկ ձեր գյուղապետարան ձեր խնդիրը լուծում եք դուրս նորմալ հիմա մենք ուզում ենք տենց անենք որ դուք չգաք նա խնդրի համար հասնեք Էջմիածին Սամաղար հասնեք Էջմիածին մենք ուզում ենք ձեր գյուղում ձեր խնդիրը ձեր տեղեկանքը վերցնեք ձեր ձեր քաղաքականությունը սա է իսկ եթե հենց հասնի որ անպայման Էջմիածին դուք չպետք է գաք ձեր ով որ ստեղ նշանակված կլինի ինքը պիտի վազելով վերի ձեր մեջատիկ է պետք է դուք ձեր համայնքում ապրեք ձեր ամենակարևոր խնդիրները օրինակ մենք ռոռոկման ջրի արտիզիանների հարցը փորձելու ենք լուծել ջերմոցային տնտեսությունները այսօր մեծ բեռ են ունի գյուղացիները շատ մեծ մարդիկ տան հայացքով ջերմոցասարկում գալիս ու կանում ով է դες բան տեսել էլի չենք տեսել հա դրա համար այս ամեն ինչը մենք ենք տեսնելով թիմով հավաքվել որոշել ենք որ պետքա պայքարել պետքա բաղաշապացու գյուղացու էջմիածնեսու կյանքը ավելի լավ է եթե դուք մեզ բնակչությունը մեզ վստահի մենք մեզ պարբերաբար տեսնելու ենք Մինչև հիմա չէինք վստահում հույսով եմ այս պահից սկսած վստահում ենք ու դրանից հետո այն որ կոպիտ ասած սարը սարին չի հանդիպում մարդը մարդուն հանդիպում է մենք թիմով ձեզ խոստանում ենք որ ընտրություններից հետո շատ կար ժամանակ նորից sense հանդիպելու ենք ու այն ինչի մասին հիմա խոսացիք դուք տեսնեք որ դա կդառնալու է իրականություն շնորհակալություն աստված ձեզ ապրեք ձեզ առողջություն ես այս գյուղի հետ միջնորդ կլինեմ հա շնորհակալություն